Հա, բայց սյուտը սկզբից մի պահ սկսեց զանդաղել ու հետո կանգ առավ։ Պարզ է։ Ես կմնամ այստեղ։ Չէ, ես կմնամ։ Դու մոտեցիր գնունու կնոջը, ուշադիր եղեք նրա հանդեպ, նա հղի է, տեսքը դուրս չի գալիս։ Լավ էլի, դատ խնդրում եմ, մի լացի, դատ։ Նարեկ ջան, մի հատ էլ զանգի մամային էլի, հարցրուտես պապան ոնց է խնդրում եմ, մի հատ էլ զանգի Նարեկ։ Դատ զանգեցի, նոր զանգեցի, ասեց ոչ մի նորություն չկա, անընդհատ զանգում եմ էլի, տատի։ Ամա բժիշկը ինչ է ասում։ Բժիշկն ասում է, որ ամեն ինչ լավ կլինի։ Լավ կլինի։ Այ, ես իզուր եկա, դուն է իզուր եկա։ Այ, սեղ ինձ ավելի վատ եմ զգում, նղկոն է հիվանդանոցում էի, ամեն րոպե կարող այ, երեխուս մասին իմանայի։ Տատ լավ հետ հանգստացի, վայ։ Տատ լավ չես։ Տատ դեղ տան։ Խմի տատն է, տատ խմի։ Նարեկ ով է։ Նարեկ ջան, վերցրու կավա մամանա հիվանդանոցից է, վերցրու բալեց, վերցրու։ Տատ, արևիկն է։ Աստված։ Տատ ինչ ասեմ։ Նարեկ, մի բան չասես, մի բան չասես, որեք։ Ալո։ Նարեկ։ Արև։ Նարեկ ոնց ես։ Լավ, դու լավ ես։ Բա ինչի երեք պապան չզանգեց, չես ասել։ Ասել եմ արև։ Բա ինչի չզանգեց։ Նարեկ։ Արև, երևի զբաղված է եղել, կասեմ այսօր անպայման կզանգի։ Նարեկ հիմա էլ անջատված է հեռախոսը։ Ես ուզում եմ խոսել պապայի հետ։ Ինձ ընկերության համարը կտաս, չեմ հիշում։ Արևիկ ինքը ընկերությունում չի։ Հա, ոչինչ, հետո կզանգեմ։ Արևիկ ես հիմա դասի եմ, էլի չեմ կարող խոսել, հետո կզանգեմ։ Ինչ։ Համարը տուր ու վերջ։ Հաստատ Արևիկն է, հիմա էլ տուն է զանգում։ Նարեկ ջան, բայց որ չպատասխանեք կան հանգստանան է։ Ինչ ասեմ տա, չգիտեմ ինչ անեմ, ինչ ասեմ, ես էլ չգիտեմ։ Մի րոպե սպասի, Անի։ Ավետ դու վատ ես հասկանում։ Լացել ես էլի։ Ձեռ ես առնում։ Անի առավոտից քեզ եմ սպասում, ըստի մեքենան խոսենք, հա։ Ավետ ես ոչ մի կապ չեմ ուզում ձեր հետ ունենամ, քո ու հորդ։ Զզվում եմ ձեզանից։ Անի վերջացրու, դու սխալվում ես։ Ես։ Ես եմ սխալվում։ Այդ քո պապան է սխալվում, որ իրան թվում է, որ ինքը կարա ինչ-որ բան անի ու դրա համար պատասխան չտա։ Ուրեմն դու իրան փոխանցի։ Էն ինչ որ եղավ Տիգրանի հետ։ Ես ասել եմ ու էլի եմ ասելու, ինչքան որ պետք լինի, հասկացար։ Անի դու սխալ ես անում, մի արա տենց բան։ Ես քո համար եմ անհանգստանում, հասկանում ես, մի վտանգի քեզ։ Ինչի։ Կարող է պապատ ինձ էլ սպանել, տա։ Անի։ Գնա Ավետ։ Անի ես գիտեմ որ դու սխալ ես, տենց բան չկա։
Ես չեմ ուզում քեզ կորցնեմ։ Ուշ է արդեն ավետ։ Ավետ գնա էլի, ինչ անեմ, որ գնաս ու էլ չգաս։ Չեմ կարող։ Կարող ես։ Ավել է ավետ, կարաս։ Գիտես, նոր ոստիկանությունից էին եկել։ Ու էլի են գալու։ Էդ էլ կփոխանցես պապայիդ անպայման։ Ես չեմ փոխանցի ոչ մի բան, անի մի արա տենց բան, ես քո համար եմ անհանգստանում, հասկանում ես։ Ինչի։ Կարամ իմանամ։ Որովհետև ես քո մասին եմ մտածում, քո համար եմ անհանգստանում։ Իմ։ Անի ես մենակ քո մասին եմ մտածում։ Հաստատ իմ մասին։ Անի ես մենակ քո մասին եմ մտածում։ Մամ։ Ինչ ես լացում։ Եկար։ Մամ, ինչ ես լացում։ Կներես Աննա ջան, ես չի ուզում, որ դու տեսնեիր։ Մամ, հերիքա էլի այդքան լացես։ Լավ։ Ոնց էր ինգան։ Ինգան լավ էր, բայց ինձ հիմա ավելի շատ պարոն գնունու վիճակն է անհանգստացնում։ Այ ես էլ եմ մտածում Աննա ջան, հիմա ինչ վիճակում է այդ մարդը։ Մամ։ Գիտես ինչ եմ մտածում։ Ինչ։ Անկախ ամեն ինչից պետք է գնալ ու տեսնել պարոն գնունուն։ Աննա ջան, հիմա այդ մարդը այն վիճակում է, որ Մամ, մենք գնանք ինչ անենք։ Մամ, պետք է Կարող գնանք։ հարմար չի, որ գնանք։ Մամ, դու էլ գիտես, որ ես ճիշտ եմ ասում։ Հա, ճիշտ ես ասում, բալես։ Լավ։ Դպրոցից կգամ ու կգնանք։ Մամ։ Հա, Աննա ջան, կգնանք։ Դու ճիշտ ես ասում, կգնանք։ Ոչ մի նորություն չկա։ Չէ։ Ոչ մի նորություն չկա։ Բժիշկները ոչ մի բան չեն ասում։ Չէ։ Հիմա բժիշկը մոտնա։ Իսկ ինչի ոչ մի բան չեն ասում։ Չգիտեմ, ոչինչ չգիտեմ։ Դու հետն ես եղել, չէ։ Հա։ Չեմ հասկանում ինչա կատարվում։ Ով պետք է տենց բանաներ Տիգրանին։ Նա երբեք ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չի ունեցել։ Если с ним что-нибудь случится. Ոչ մի բան չի լինի։ Հանգստացեք։ Ամեն ինչ լավ է լինելու։ Ոչ մի վատ բան չի կարա լինի։ Նրա վիճակը շատ ծանր է։
Ամեն ինչ շատ լավ է լինելու, չի կարող ոչ մի վատ բան լինի, հասկանում եք։ Տիգրանը քեզ ինչ-որ բան պատմել էր։ Կարող է ինչ-որ բանի մասին խոսել քո հետ։ Չէ։ Ես մտածում եմ, միգուցե մեզ ոչինչ չի ասել, որ չանհանգստացնի, իսկ դու ինչ-որ բան ես լսել։ Չէ, ես նորություն կա։ Արդեն կայուն վիճակում է, բայց դեռ քնած է։ Քնած է։ Վիրահատությունից հետո այդքան ժամանակ քնած է, միգուցե ինչ-որ նենց չի գնում։ Ինչ բարքին է, մի անհանգստացեք, բժիշկն էլ ներսում է։ Իսկ դուք հիմա լավ եք։ Ես լավ եմ։ Եկեք գնանք սենյակ, հա, ես էլ ձեր ճնշումը կչափեմ։ Չէ, ես լավ եմ։ Խնդրում եմ, եկեք գնանք։ Ձեր վիճակում չի կարելի այսքան շատ հոգնել։ Իսկ դուք արդեն երկար ժամանակ այստեղ նստած եք, ոչինչ չեք կերել, չեք քնել։ Դուք կարող եք վատանալ։ Եթե վատ լինեմ, ձեզ կասեմ։ Խնդրում եմ, եկեք գնանք։ Ձեր վիճակում չի կարելի այսքան հոգնել։ Մի մոռացեք, որ դուք հղի եք։ Խնդրում եմ, եկեք գնանք։ Լավ։ Հղիա։ Արևիկն է, ինչ ասեմ։ Չգիտեմ ինչ ասեմ։ Ալո։ Նարեկ, կասես ինչ ա կատարվում, ինչի չեք պատասխանում զանգերիս, հենց հիմա դուր պապային հեռախոսը։ Արև պապան տունը չի։ Ուր ա, Նարեկ ինչ ա եղել։ Արև, պապան հիվանդանոցում է։ Ինչ, ինչ ա եղել։ Իրան վատ էր զգում։ Այսինքն Նարեկ նորմալ խոսա բան հասկանամ։ Արև սիրտը լավ չէր։ Սիրտը, ինչ էր եղել։ Ես չգիտեմ կոնկրետ ինչ էր եղել։ Ու հիմա։ Շատ վատ ա։ Չէ։ Արև։ Ինձ ճիշտն ասա, ինչ ա եղել։ Ինչի չէիր ասում, Նարեկ։ Չէի ուզում, որ անհանգստանայր։ Նարեկ, երբ կկարողանամ պապայի հետ խոսեմ։ Տանն եմ մնացել, որ տատին մենակ չլինի։ Մաման էլ հիվանդանոցում է։ Դու խաբում ես ինձ, Նարեկ։ Չէ, Արև։ Ճիշտն ասա, ինչ ա եղել, ճիշտն ասա, մի խաբի։ Արև, ասում եմ հիվանդանոցում է։ Ու հիմա լավ չի։ Ավելի լավ է տուն գնամ։ Ես այստեղ հիմա ոչինչ անել չեմ կարող։